Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ, հայտնել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Մեր երկրի ԱԳՆ-ն Սոլովյովի արտահայտությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն ու թշնամական դրսևորում են համարել։ Ռուս հաղորդավար լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, մեջբերում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդել հետաձգել նիստը, քանի որ նոր է ներգրավել ու չի հասցրել ծանոթանալ բարույթի նյութերին։ Ավետյանը 1 շաբաթ է խնդրել դատավորից։ Պաշտպանները ի հակադրություն դատախազի նշել են, որ դատական նիստը կարող են հետաձգել, բայց միայն Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունից հետո։ Սակայն դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը ու դատախազին 1 շաբաթ ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանն այժմ ուսումնասիրում է Միացյալ Նահանգներից ստացված առաջարկները եւ պահպանում է կապը Վաշինգտոնի հետ։ Չնայած Դոնալդ Թրամփի սպառնալիքներին եւ Եվրամիության նոր պատժամիջոցների հավանականությանը, թեև իրանական կողմը օրդորել է լուրջ չընդունել Դոնալդ Թրամփի սպառնալիքները, պաշտոնական Թեհրանը միաժամանակ զգուշացրել է, որ երկիրը լիովին պատրաստ է պատերազմի, եթե Միացյալ Նահանգներն ընտրի ուժային տարբերակը։ Միջազգային այս լարվածության ֆոնին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն դատապարտել է Իրանի ներքին գործերին օտարերկրյա միջամտության փորձերը եւ Թեհրանի հետ պայմանավորվել անվտանգության հարցերում գործողությունների հետագա համակարգման շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանները։ Իրանի վերնախավը որոշել է նրանց ներկայացնել ցույցերի ընթացքում իրականացված բռնությունների տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ մեծաթիվ զոհերի հեղինակները ոչ թե երկրի անվտանգային ուժերն են, այլ հենց ցույցի մասնակից ահաբեկիչները։ Արտաքին գործերի նախարարությունը երկրներից պահանջել է հետ վերցնել բողոքի ցույցերին աջակցող հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում հետ կանգնել Իրանի դեմ ձեռնարկած քայլերից եւ հայտարարել է, որ 25% մաքսատուրքեր կսահմանի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարված հասցնել այաթոլլաների ռեժիմին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին համաձայնության են եկել համակարգել անվտանգության հարցերը։ Իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի գործերին միջամտելու վերջին փորձը եւ ցավակցություն հայտնել անկարգությունների զոհերի համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ համագործակցությունը, հիմնվելով երկու երկրների միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ եւ ոչ պաշտոնական տեղեկություններով Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 544-ի, այդ թվում երեխաներ եւ ուժայիններ։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանկի հյուրընկալի Նոբելյան դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյին։ ԱՄՆ նախագահը ավելի վաղ թերավատորեն էր վերաբերվել Մաչադոյի առաջնորդական ներուժին, նախընտրելով երկխոսությունը ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Միևնույն ժամանակ Վենեսուելայի նավթային ռեսուրսների արդյունահանմանն ուղղված Թրամփի հավակնոտ ծրագրերը բախվում են խոշոր էներգետիկ ընկերությունների դիմադրությանը, որոնք երկիրը համարում են ներդրումների համար չափազանց անկայուն։ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում սկսել են մաքրման եւ ականաձերծման աշխատանքներ։ Սիրիական դեմոկրատական ուժերի մարտիկների հրադադարի համաձայնագրով քաղաքի վերջին թաղամասերից դուրս գալուց հետո օրեր տևած արյունալի բախումների հետևանքով զոհվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ եւ զինվորականներ։ Բախումները բռնկվել էին քրդական ստորաբաժանումների պետական համակարգին ինտեգրվելու շուրջ բանակցությունների տապալման հետևանքով։ Ահմեդ Ալ-Շարայի նոր կառավարությունը փորձում է խթանել ազգային միասնությունը։ Տեղանված բնակիչներն արդեն սկսել են վերադառնալ իրենց տները։ Ֆլորիդան ներկայացնող հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը շրջանառության մեջ է դրել Գրենլանդիայի անեքսիայի եւ նահանգի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, նպատակ ունենալով ամրապնդել Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը եւ հակազդել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությանը։ Հաստատուղթը նախագահային լիազորում է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կղզին որպես Միացյալ Նահանգների տարածք ներառելու եւ հետագայում այն որպես լիարժեք նահանգ ընդունելու ուղղությամբ։ Այս նախաձեռնությունը միտված է Արկտիկայի առանցքային նավագնացային ուղիների նկատմամբ
վերահսկողության հաստատմանը եւ տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական առաջնորդության վերականգնմանը։ Start off with Ukraine. ՄԱԿ-ի տվյալներով 2025 թվականը Ուկրաինայում խաղաղ բնակչության համար դարձել է ամենամահաբեր տարին 2022-ից ի վեր, գրանցելով զոհերի եւ վիրավորների թվի 31% աճ։ Անցյալ տարի հակամարտության հետևանքով տուժել է ավելի քան 14600 խաղաղ բնակիչ, ինչը պայմանավորված է ռազմաճակատում մարտերի սաստկացմամբ եւ հեռարձենքերի եւ անօդաչու սարքերի ընդլայնված կիրառմամբ։ Հարվածների թիրախում հաճախ հայտնվել են էներգետիկ ենթակառուցվածքները, պատերազմի ծանր հետևանքները տարածելով նաեւ առաջնագծից հեռու գտնվող քաղաքների վրա։